Ես կարծում եմ, որ Իսրայելը նույնպես այսպես հաշվի է առնում այդտեղ թուրքական կազմակերպությունների գոյությունը եւ հիմա դժվար է այսպես ասած հասկանալ Իսրայելը կողմ կլինի, որ այդտեղ սկսի անջատողական շարժում Իրանից, թե կողմ չի լինի։ Ես կարծում եմ, որ եթե մի քիչ ավելի ընդհանուր այս խնդրին վերամոտենանք, ես կարծում եմ, որ մեծ տերություններ, առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգները, նաև մի շարք այլ մեծ տերություններ, նրանք շահագրգռված չեն, որ սկսի Իրանի տրոհման այսպես գործընթացը միասնական պետություն կփորձեն պահել, բայց եթե ներկայիս իշխանությունները չկարողանան պահել երկրի կառավարելիությունը, ինչպես դա պետք է ապահովի, սա էլ մեծ խնդիր է, սա էլ շատ մեծ խնդիր է։ Ռեզա Փահլևին վերջին շահի զավակը որդին վերջը շատ ակտիվացել է, իսկ նրա վերջի հայտարարությունը տարբերվում էր նրա նախորդ հայտարարություններից, որտեղ ինքը հայտարարեց, որ ունի հատուկ սպես նախապատրաստված ծրագիր, ինչպես ինքը պետք է իրեն հավատարիմ ուժերի միջոցով իրականացնի Իրանի անցումային շրջանը 100 օրվա ընթացքում ներկայիս վարչակարգից նոր վարչակարգի, բայց պետք է նաև մենք շատ լավ հասկանում ենք դա եւ հաշվի առնենք, որ նա չունի հնարավորություն լրջորեն ներազդելու Իրանի բնակչության վրա, որտեղ չունի այդ հեղինակությունը։